Բարև ձեզ։ Մենք հիմա գտնվում ենք կանանց գումարտակում եւ ես կփորձեմ ձեզ կարճ ներկայացնել, թե ինչպիսի պայմաններ կան նախատեսված կին զինծառայողների համար։ Գիտեք, որ ի սկզբանե կանանց գումարտակը ձևավորել նպատակ ուներ, որպեսզի մենք կարողանանք խրախուսել եւ նաեւ հնարավորություն ընձեռել կանանց, որպեսզի կարողանան նրանք անցնել ծառայության, այդ թվում նաեւ ժամկետային ծառայության եւ գրեթե 2 տարի առաջ մենք ընդունեցինք օրենք, որը թույլ է տալիս 18-ից 27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչներին ծառայել Հայաստանի Հանրապետության բանակում հետեւյալ պայմաններով։ Դա բնականաբար լինում է ինքնակամ կամավոր սկզբունքով, բայց այն պահից, երբ զինծառայողը արդեն մուտք է գործում Հայաստանի Հանրապետության բանակ, այդ օրվանից նրա ծառայությունը դառնում է պարտադիր։ Ծառայության ժամկետն է 6 ամիս, ինչպես նաև որպես պատվովճար խրախուսանք 6 ամսյա ծառայության ավարտին մեր զինծառայողները ստանում են 1 միլիոն դրամ պատվովճար։ Սա կարևոր է նրանով, որ մեր հասարակության բոլոր անդամները, այսինքն անկախ սեռից, առանց խտրականության կարողանան ծառայել Հայաստանի Հանրապետության բանակում եւ մասնակցել երկրի պաշտպանությանը ըստ անհրաժեշտության։ Եվ անսալով մեր հասարակությունում արկա, կանանց մոտ արկա ցանկությանը մենք այս որոշումը ընդունեցինք եւ կարող եմ նաեւ ուրախությամբ նշել, որ այս փուլում մենք արդեն ունենք դրական արդյունքներ եւ տարեստարի ամեն զորակոչին ավելի շատ աղջիկներ եւ կանայք որոշում են ընդունում դառնալ զինվորական։ Եվ ամենահետաքրքիրն է, որ վերջին տարիներում ժամկետային զինծառայություն անցած մեր աղջիկների հիմնական հատվածը որոշում է ընդունել դառնալ սպա։ Ինչը առավել խրախուսելի է, որովհետեւ բոլորը պիտի իմանան, որ կարելի է ժամկետային զինծառայությունից միանգամից անցում կատարել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա եւ դառնալ Հայաստանի Հանրապետության բանակի սպաներ, ինչպես նաեւ օգտվել Պաշտպան հայրենիք ծրագրից, այսինքն 6 ամսյա ծառայությունից հետո կարող են հնգամյա պայմանագիր կնքել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ, ծառայել որպես լիիրավ պայմանագրային եւ հնգամյա ծառայության ավարտին ստանալ 5 միլիոն դրամ։ Պայմանները բավականին լավն են, մենք հիմա կծանոթացնենք ձեզ, թե ինչպիսի պայմաններ կան։ Նախատեսված է ժամկետային զինծառայության եւ պայմանագրայինների համար ննջասենյակներ բաղկացած 4 հոգու համար, որը ամբողջությամբ ինքնաբավ է, սկսած բաղնիքից, ցանհանգույցից եւ առաջին անհրաժեշտության պարագաներից, ինչպես նաեւ ունենք հագեցված լսարաններ, նոր ճաշարան, նոր բուժկետ։ Կարծում եմ սա շատ լավ հնարավորություն է այն աղջիկների համար, ովքեր ուզում են ծառայել Հայաստանի Հանրապետությանը եւ մեր բանակին։ Շնորհակալ եմ։